Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Էսա երևի էլի, հա, սրա համար են գյուղի ժողովուրդը օր մի 50 անգամ զանգում են խեղճ մարդիկ։ Էսա չէ։ Արագիլես, արագիլես։ Բայց ես ոնց պետք է փոխեմ, որ արագիլի բունը չվնասվի։ Այստեղ 9-րդ փողոցն է։ Այս գյուղն էլ էլի արագիլներով հարուստ գյուղ։ Հեն արագիլը։ Բարի արագիլ, բարով արագիլ։ Ապրիլի 20-ն է, գտնվում ենք Արարատի մարզի Մասիս խոշոր ասված համայնքի Ջրահովիտ բնակավայրի 9-րդ, 8-րդ փողոցների խաչմերուկում, որտեղ տեսնում եք դեռ սովետական տարիներին տեղադրված, բայց արդեն ամեն պահի տապալման եզրին կանգնած փայտե բետոնե հենասյունը, որի վրայով անցկացված է էլեկտրական լարեր եւ եթե չեմ սխալվում նաեւ ինտերնետի լարեր։ Հիմա բնակիչները խնդրում են, որպեսզի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի միջամտության արդյունքում այդ վտանգավոր էլեկտրասյունը փոխարինվի բետոնե հենասյունով։ Հիմա տեսնում եք, այն կողքի երկաթներն են պահում, եթե այդ երկաթները չլինեն, մի թեթև բնակիչներն ասում են, մի թեթև քամի է լինում, ամբողջ էլեկտրասյունը գնում գալիս է, ճոճորվում, ոնց որ ասում է, օրորվում է։ Հիմա խնդրում են, որպեսզի փոխեն, բայց ժողովուրդ ջան, բա որ փոխեն, բայց արագիլի բունը, ինչ ոնց պիտի փոխեն, որ չվնասեն արագիլի բունը, էլի։ Ցանկալի է, որ փոխեն, բայց բունը չվնասվի։ Փոխվի նաև էլեկտրական լարերը, որտեղ ասում է, երբ որ քամի է լինում, նաև անջատումներ է տեղի ունենում, քանի որ լարերն էլ հին արդեն դեռ սովետական տարիներից գործող էլեկտրալարեր է եղել։ Այն գյուղում տեսնում եք արագիլի լիքը արագիլներ կան, ամեն մի էլեկտրասյան վրա մի հատ արագիլի բուն ու տեսնում եք ահագին է գործը արված, բետոնե էլեկտրասյուները, բայց սա ամեն պահի ընկնելու վտանգի տակ է։ Դրա համար խնդրանքով դիմում են Հեցի ղեկավարությանը, որպեսզի սա հրատապ փոխվի։
Ընտակիրը լրը փտած է, չէ՞։ Մի հատ ասում քամի ալնում, ինքը բան ալնում։ Էսի մասից խոշորացած համայնքի մեջ է, չէ՞ մտնում։ Հիմա հենա տակը փտած է սաղ։ Այդ լարերն ապամ, լարերը չլեսի կտա։ լարված վիճակում է այն ապա։ Է նրանք թե չի կտապալվի։ Հա։ Բայց նայում ես լավ էլ սիրուն մաքուր գյուղ է, փողոցները մաքուր։ Լուսավոր սիրում ասում։ Արտաքին լուսավորությունը կա, հն։ Արագիլները, բարի արագիլները։ Ան։ Ակին ավտոյա։ Հա։ Իմացած զլերից չէ։ Հա։ Բայց ի շորերով։ Հա հիմա էսի ձեր խնդրանքն է, էսի ասում եմ մի հատ քամի ալում, հայ ուր որը լարերը չի պոմ, լարերն է պոմ։ Այմերնեմ քեզ էս հարևանի կրիշի լարնա պահում։ Եթե էս էլ չլինի, մինչև էս մեր երկիրը մի հատ երեխու, մի հատ ինչ որ մեկին վնաս չի տալի, նոր չեն գալի։ Էլ ում ասես զանգել ենք։ Ասма վերջը մեզ ուժերից վերա։ Հիմի արագիլի բունը վրենա, որ թրջվում էլ այդ քամուվախ վապչե ճոճա տալի, ինձ կպնում լարերը բոցա տալի։ Քանի անգամ մեր այդ էլեկտրականություն բան վարել է։ Հիմա ձեր խնդրանքն է որ փոխեն էլի, որտեղ նայում եք դեմեք գյուղում են մեծ մասը բետոնի։ Աղաչում բերենք էլ, ասում ենք մենք ես դաժե անգամ ասել եմ ստորբա ունեմ կտամ։ Մենակ բերեք այդ ձեր էլեկտրիկներին քամներ փոխեն։ Չեն գնի ախպեր ենքան երեխեք էս տերիկուներ սկետներով, վեցանիվներով։ Մի հատ քամյա մի բան անգավ կամ էսի վիճակ չէ, էսի որ դառնենք։ Էսի պիտի փոխվի ամեն բան։ Լարերն է պահում։ Պրովոդով ստից կապել են, հա, այդ հարևանի այդ լարն է պահում, այդ էլ որ կդվա դուզ է թալը։ Այն տան վրա է թալու։ Ապրես։ Տան վրա գազախողովակի վրա էս արա։ Ստե գազախողովակն է, տունն է, կարող այդ պայն երեխեք հետ քու ասացի նման հեծանիվ քշելուց լինեն։ Իրիկվա դե մեսա կեսուրին երեխեքը ստեն քանեն շատն եմ, մեկի վրա որ ունի, որ մեկը կների, որ մեկին երեխա կտա։ Այս մեր ազգը զաթու ավայրով մեկը ցես պատական բաներով այդում էլ ինձ։ Ասում ես ասում, լուծում։ Չէ, ինձ թվում է Ռոմանոս Պետրոսյանը կհանձնարարի, որ անեն, հենա, անես տեղեր են փոխում, որ 40 տարի չի փոխվել։ Մահաբեր։ Իմանամ ես լարերից հասկանում եմ, այդ իմ ստորբեն կբերեմ գդենով կմիացնեմ, բայց իրանց ասել եմ Արեկ ստորբենն եմ տալի, պատիվել եմ տալի, հողել եմ տալի, ինչ եք ուզում տամ, մենակ սարքեք մի հատ երեխու վնաս չընկնի լախտի։ Մեկի որ մի բան էլա, որ մեկը իրան կների, որ մեկը քամուվախ տնաս դիշ բոցերա տալի, անգամ հեռախոսով նկարել եմ զապիսի այդ բոցը։ Չէ, ինձ թվում է կընթառաջեն։